առիթով ինչ խոսք ունեք մեր հասարակությանը, հաշվի առնելով նաև այն գաղափարախոսությունները, որով սնուցում են հենց այդ նույն հասարակությանը։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք եւ Վազգեն Սարգսյանին մենք միայն մի բան ունենք ասելու իրականում մեր սերունդների մեզ Վազգեն։ Ներիր մեզ Վազգեն, որ քո կյանքի հիմնական նպատակը, որը դու իրականացրեցիր, մենք չկարողացանք պահել։ Պիտի ասենք ներիր մեզ Վազգեն, որ մենք չկարողացանք այն փառահեղ հաղթանակը, որ քո եւ քո ընկերների շնորհիվ ների շնորհիվ մենք ստացանք, մենք չկարողացանք պահել։ Մենք մեծ գործ ունենք անելու եւ այդ գործը մենք ուղղակի պարտավոր ենք անել, որովհետեւ այն տղերքը, որ զոհվեցին, հայկական նորից դարձնելու համար մենք բան արեցինք, ցակուցրիվ արեցինք, մի խղճուկ, մի թշվառ, մի անհայրենիք սրիկա եկավ եւ ոչնչացրեց այն ամբողջ հաղթանակը, որ ամբողջ հայ ժողովուրդը տարել էր 80-ականների վերջից։ Մի դավաճան, մի անհայրենիք, մի անթասիբ պերաշկի ուտող եկավ ու Վազգենի ու իր ընկերների հաղթանակը քորոփուջ արեց։ Ես ուղղակի զարմանում եմ, որ նաեւ Վազգենի ընկերները, Վազգենի հարազատները Այսօր չեն կանգնում եւ հավուր պատշաճի չեն հակադարձում այդ մարդուն։ Չեն ասում, որ այն ինչ որ Վազգենը արեց, դուք իրավունք չունեիք քորոփուջ անելու։ Էլի եմ ասում, մի բան ունեմ Վազգենին ասելու, Վազգեն մեզ կներես, որ չկարողացանք քո հաղթանակները պահել։ Եվ ուզում եմ ոգևորել նաեւ մեր հասարակությանը, չեմ ուզում հուսահատության գիրկը նետել բոլորիս եւ ասել, որ մենք մեծ պարտք ունենք տալու Վազգենին, իր ընկերներին, այս Եռաբլուրին, այս տղերքին բոլորին մենք իրականում պարտք ունենք տալու։ Մենք պիտի ամեն ինչ անենք նախ առաջին հերթին, որ այս իշխանություններին, այս բաշիբոզուկներին հեռացնենք Հայաստանի ղեկավարության ղեկից։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ Հայաստանում նորից լինի հայկական պետություն, հայկական պետականություն եւ Հայաստանի Արցախի հայ ժողովրդի շահը առաջ տանող իշխանություն։ Ամեն ինչ պիտի անենք, ցանկացած գնով պիտի անենք, որովհետեւ Վազգենենք ցանկացած գնով, իրենց կյանքի գնով, արյան գնով պահեցին Արցախը, ազատագրեցին Արցախը։ Այդ մեծ պարտքը, մեծ պատասխանատվությունը մենք ունենք։ Ես հույս ունեմ, որ երիտասարդները սա հասկանում են։ Ես հույս ունեմ, որ ոչ միայն մեր սերունդը, որը մասնակիցը ներկան է եղել 80-ականների, 90-ականների պատերազմին, այդ բեռը իր ուսերին տարել է, ոչ միայն մենք ենք հասկանում, այլև երիտասարդներն են հասկանում։ Ես հույս ունեմ, որ նաև Վազգենի նախկին շրջապատը եւ այսօր, որ հպարտանում են, որ Վազգենի հետ շփվել են, այդ ամոթի զգացողությունը կունենան եւ կվերանային իրաց դիրքորոշումը։ Մենք այսօր ունենք մի կարևոր խնդիր, իշխանությունը ազատագրել, երկիրը ազատագրել եւ մենք պիտի այդ բանը Վազգենի արածի համեմատ, այսօր տղամարդկային քաղաքականություն ա պետք, տղամարդկային իշխանություն, տղամարդկային օպոզիցիա, որ կանգնի եւ միջև վերջ պահի այս երկիրը, որ կանգնի միջև վերջ ազատագրի այս երկիրը, երբ որ Վազգենը առանց զենքի, առանց հրացանի երասխում զորք էր հավաքում, երբ որ ինքը մահապարտների մասին խոսք էր ասում եւ 500 մահապարտներ կանգնեցին Վազգենի կողքին, մենք ուղղակի այդ իրավիճակում ինքը գնաց ու հաղթեց։ Մենք այս իրավիճակում, երբ որ 21-րդ դարում ենք, մենք իրավունք չունենք այդ ամեն ինչը կուլ տալ եւ ենթարկվել այսօրվա այս իշխանություններին եւ որոշ ընդդիմադիրների, որ հələ իրանց մտածում է, որ իրանք պետք է գնան մանդատ ստանան եւ այլն եւ այլն։ Սա ճակատագրական կռիվ է իրականում եւ այս հերթական ընտրությունը եւ անվստահության գործընթացը, որի մասին հանրապետական այդքան խոսում է, սա հենց այնպես խոսքեր չեն։ Եվ մենք իրականում այս գործը ուղղակի մենք պարտավոր ենք անել, որովհետեւ երբ որ Վազգենը ժամանակին ասում էր 21-րդ դարը մերն ա լինելու, մենք այսօր էլ ենք փոշիացրել։ Մեր հասարակությունը, մեր ժողովուրդը այդ 21-րդ դարն է փոշիացրել։ Այսօր 21-րդ դարում Հայաստանի Հանրապետության ղեկին նստած է մի մարդ, որը իրականացնում է մեր թշնամիների բոլոր շահերը։ Այսօր 21-րդ դարում, երբ որ մենք այդ հաղթանակները պիտի պահեինք, պարտավոր էինք պահել, 44 օրյա բերեցին մեր ժողովրդի գլխին եւ տղերքի գլուխը կերան, գնա տեսակ, տեսնում եք Եռաբլուրը ինչ վիճակում է։ Սա իմ խոնարհումն է, անձամբ իմ խոնարհումն է եւ իմ երթումն է Վազգենի շիրիմին եւ բոլոր այս տղերքի շիրիմներին։
Ես մինչև վերջ պատրաստ եմ այդ կենաց մահու կռվին եւ յուրաքանչյուրը պիտի այդպես մտածի եւ ինձ ուղղակի վրթովեցնում է այն ընդդիմադիրների, որոշների այսպես էլի այդ բառ ուրիշ չեմ կարողանում գտնել, գիտեք, այդ ղզիկական պահվածքը, որ իբր թե գնում են հերթական ընտրությունների ծրագրեր են մշակում, այսօր մեկը գրել է, երեք չառաջորը մեկը գրել է, մեր ծրագրից ԿՊ-ականները հոգեխանգարմունքի մեջ էին, լուրջ եք ասում, այսինքն այդ ինչ մի հանճարեղ ծրագիր է, գրել եք, որ Արցախը ազատագրելու եք, գրել եք, որ երկիրը ազատագրելու եք, գրել եք, որ երկիրը դարձնելու եք հայկական, ինչ բաներ է։ Այսինքն ես զարմանում եմ ուղղակի, որ մարդիկ 21-րդ դարում, այս տեխնոլոգիաների դարում, այս ամբողջ ավերածությունները, այս ամեն ինչի մեջ չեն իրականության ճշգրիտ գնահատականը չունեն, իրականության ճշգրիտ վերլուծությունը չունեն։ Կներեք, որ զայրացած եմ ասում, որովհետև ամեն անգամ մարտի 5-ը ինձ համար այս ամեն ինչը նորից վերաբարձրացնում, որովհետև ես պատիվ եմ ունեցել Վազգեն Սարգսյան սպարապետի հետ շփվել, շատ կարճ, չեմ կարող գլուխը զգովել, որպես լրագրող, ես պատիվ եմ ունեցել Վազգեն Սարգսյան վարչապետի հետ շփվել, շատ կարճ, թեթևակի, դրանք թեթևակի շփումներ են եղել, բայց ես տեսել եմ, թե տղեն ոնց է ամբողջ կյանքը դրել, նա անգամ ընտանիք չունեցավ, հասկանում եք, նա ժառանգ չունեցավ։ Եվ այսօր ուղղակի ամոթ է եւ որոշ մարդիկ, ես կարծում եմ, որ պիտի երեսները, եթե, չգիտեմ, պադոշա, ամոթ ունենան չգան Վազգենի շիրիմին, ամա չեն ուղղակի։ Եվ իրենց այսօրվա քաղաքականությամբ, այսօրվա պահվածքով պիտի որոշ մարդիկ եռաբլուր չգան։ Պիտի որոշ մարդիկ ուղղակի ամոթ ունենան, այս տղերքի մոտ չգան։ Եվ ոչ թե գան, այս տղերքի ծնողներին քաշքշեն, գցեն ոտի տակ, ինչպես որ անում էին եւ ինչպես որ անում են։ Մենք ամփոփելով խոսքս ուզում եմ ասել, մեծ պարտք ունենք Վազգեն Սարգսյանին եւ իր ընկերներին։ Մենք մեծ պարտք ունենք Արցախյան հերոսամարտի բոլոր հերոսներին։ Եվ մենք ուղղակի պարտավոր պիտի լինենք, ամեն մեկիս նշանաբանը պիտի լինի իսկապես 21-րդ դարը դարձնել մերը, չէ, Վազգենինը, որովհետեւ այո, ինքն է այդ ամեն ինչը արել եւ իր ընկերների հետ արել, այն չեղած բանակով է արել, այն իր ստեղծած բանակով է արել։ Եվ այդ բանակը այսօր ինչ արեցին այդ բանակի գլխին, դուք տեսնում եք, չէ՞ ինչ արեցին այդ բանակի գլխին։ Եվ այսօր այդ մեծ պարտքը մենք պարտավոր ենք վերադարձնել, այն հզոր մարտունակ բանակը, որ Վազգեն իր ընկերները ստեղծեցին, հետո հաջորդ իշխանությունները Սերժ Սարգսյան զարգացրին, զինեցին, վերազինեցին, այդ բանակի հերնել են անիծել։ Այդ բանակը դարձրել են ելակ ուտող բանակ, դա տղամարդկային տղոտ բանակ էր, ես եղել եմ իմ լրագրողական տարիներին եւ պատգամավորական եղել եմ Ղարաբաղի, Արցախի բոլոր մարտական դիրքերում։ Մռովսարից սկսած մինչև ամեն տեղ։ Այդ ամեն ինչը ես տեսել եմ, թե ինչ զորքեր կանգնած, ինչ զինվորներ էին կանգնած, ինչ հրամանատարներ։ Սրանք իրենց այս զզվելի եղկելի քաղաքականությամբ մեր հրամանատարներին էլ ղզիկացրին։ Ես ուղղակի ուզում եմ, որ բոլորը սթափվեն իրականում, որովհետև հակառակը, եթե 26 թվականի հունիսին էլի գնան եւ Նիկոլ ընտրեն, չընտրեն էլ ինքը, եթե կարողանա սարքել եւ օպոզիցիան խելքը գլուխը չհավաքի, չկանգնի փողոցում եւ տեր չկանգնի այս երկրին, մենք այլևս չենք ունենալու հայկական Հայաստան։ Մենք ուղղակի չենք ունենալու այս շիրմաքարերներ չեն լինելու։ Ինչպես Արցախում են քանդում ու ավիրում շիրմաքարերը հերոսների, գալու են Երևանում էլ թուրքերը անեն։ Հիմա թող ամեն մեկը ինքը իր համար մտածի։ Ինքը կա այդքան, որ կարողանա այսքանը հետ վերել։ Թե չկա, ուղղակի կարա գնա նստի, ինքն էլ այս մեկի պես նստի մի հատ պերաշկի ծամի եւ մտածի, թե հա, եւ ինքը բան ունի այս երկրի համար արած։ Շատ վրդոված եմ, ամեն անգամ մարտի 5-ը իմ համար շատ տխուր օր է, շատ տխուր օր է։ Եվ ես կարծում եմ բոլորը պիտի սթափվեն, բոլորը պիտի հասկանան, որ Հայաստանի Հանրապետությանը պետքա տղամարդկային իշխանություն, Հայաստանի Հանրապետությանը պետքա հայկական իշխանություն եւ Հայաստանի Հանրապետությանը տեր է պետք։ Այսօր մեր երկիրը, մեր հանրապետությունը անտեր է։ Եվ այդ տերերը կարող են լինել օպոզիցիոն որոշ լիդերներ, այո, կարող են լինել, կան։ Օպոզիցիոն քաղաքական ուժեր կարող են, կան։ Բայց խելքները պիտի գլուխները հավաքի։ Իրանք պիտի մի թիրախ ունենան, ինչպես միշտ ասում եմ, այդ թիրախը պիտի լինի այսօրվա այս զավթիչ, պերաշկի ուտող, կուկուռուզ կրծող իշխանություններին մեր երկրի ղեկից հեռացնելը։ Շնորհակալություն։